Ներեք, որ ներված լինեք, սիրեք, որ սիրված լինեք, այսպես է ասում մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Սրանով ինչ է ուզում մեզ բացատրել։ Ուզում է բացատրել, որ ներման համակարգը մարդ Աստված հարաբերության մեջ է, ոչ թե մարդ հարաբերության մեջ։ Մենք միշտ այդ ներողամտությունը տանում ենք աշխարհ, հա? Այսինքն կենտրոնանում ենք մարդկանց վրա, հիշում ենք նրանց արածները, հիշում ենք, որ իրենց չենք պատասխանել, լավ պատասխան չենք տվել, վեհ չենք լուծել, ոխ ենք պահում, այ ես մյուս անգամ որ տեսնեմ, իմ վրեժը կլուծեմ, ոխը կլուծեմ, հա? Եվ այնքան միամիտ ենք անում դա, մտածում ենք, որ այսպիսով մենք հարց կլուծենք, բայց այնքան ճղճին, այնքան երկրավոր, այնքան մարմնավոր է մեր այս մտածելակերպը։ Մեզ Տերը մեզ բարձրացնում է այս մարմնավոր երկրավոր մտածելակերպից, երկինք է մեզ բարձրացնում։ Դուք Աստծո դատաստանին նայեք։ Ավելի լավ է դուք դատեք, թե Աստված դատի։ Թողնենք Աստծո դատաստանին, որտեղ Աստված ուրիշ ձև է դատում։ Իմաստուն ձև է դարձում, մեր նման կարճամիտ ձևով չի դատում, Աստված երկայնամիտ է, մենք կարճամիտ ենք, մենք արագ ենք, Աստված դատաստանին չի շտապում, ասում է Սուրբ Գրիգոր Դատևացին, երբեք չի շտապում մարդուն դատելիս, սպասում է, համբերում է, և ամեն ինչ գեղեցիկ կարգավորում է և դատաստանի օրը դատելու է։ Եվ երբ մենք չենք հասնում այս գիտակցության, ներման գիտակցության, ընկնում ենք կեղծ դատելու, կեղծ այս պրոցեսի մեջ անընդհատ մենք ուզում ենք դատել ոխով ենք լցնում, չարությամբ ենք լցում, կողքից երբ որ մենք մեզ նայենք, ծիծաղելի ենք ուղղակի։ Իրապես, երբեմն մենք մեզ կողքից պետք է նայենք, հասկանանք, որ մենք ծիծաղելի ենք։ Մենք ով ենք դատում, մենք դատաստան անող չենք։ Եվ ինչ ենք կորցնում, մեր խաղաղությունն ենք կորցնում, եւ այդ ոխը կարող է տևել տարիներ, հա? Եվ Աստծո շնորհից ենք զրկվում, հա, որտեղ սերն ու ատելությունը միասին չեն կարող բնակվել մարդու սրտում, կամ սեր, կամ ատելություն։ Եվ ինչ պետք է անենք, մենք պետք է բարձրանանք այս ճղճի մտածելակերպից, երկնքից նայենք այս բոլորին, հասկանանք, որ ամեն ինչ Աստծո ձեռին է, հա? Աստված ինքը դատելու է, այսինքն մենք այդ ցածր մտածելակերպից պետք է բարձրանանք, թեթև նայենք ամեն ինչին, չհիշենք այդ բոլորը, որտեղ մարդու կյանքը շատ կարճ է, շատ արագ անցնելու է, եւ ամեն ինչ հայտնի է դառնալու, ոչ մի ծածուկ բան չկա, որ հայտնի չլինի, ոչ մի գաղտնի բան չկա, որ չիմացվի։ Դե Աստված ամեն ինչ տեսել է, գիտի, եւ միգուցե մենք էլ տեսնենք այդ Աստծո դատաստանը, ոչ միայն ահեղ դատաստանը, այլ նաեւ այս երկրավոր կյանքում, երբևէ մենք շատ տեսնում ենք, չէ՞։ Ամենաանհաղթահարելի բռնակալները երկար կյանք չեն ունեցել, որոշակի ժամանակից հետո պատժվել են, բազմաթիվ օրինակներ կան, չէ՞։ Եվ այդպես էլ մեր կյանքում պետք է լինի, այսինքն մենք ավելի պետք է այս ցածր ճղճի մտածելակերպից բարձրանանք, աստվածային ներողամտության մտածելակերպ ունենք, մեր հոնքով Աստծո հետ հարաբերվենք, մարդկանց չնայենք։ Ես իմ մեջ պահում եմ ատելություն, այո, չարություն պահում եմ, ուրեմն Աստծո սիրուց զրկվում եմ, հա? Չեմ պահում, հանուն Աստծո սիրո ես ատելությունը հանում եմ իմ մեջ։ Գիտեք, ատելությունը բոլոր մեջ էլ կարան առաջանալ, վրեժխնդրություն, չարություն բոլորի մեջ էլ կարող է առաջանալ։ Բայց ավետարանն ասում է, բարկացեք, մի մեղանչեք, արեգակը ձեր բարկության վրա մայր չմտնի։ Այսինքն մենք այդ ատելությունը մի օրից ավել չպետք է պահենք մեր մեջ։ Հա?
մտենք հաղթահարել, որտեվ դա մեզ ավելի ապահով է, մեզ ավելի գեղեցիկ, ավելի լավ է։ Այսինքն համակարգի փոփոխություն մենք պետք է անենք։ Մարդ հարաբերությունից պետք է բարձրանանք մարդ-Աստված հարաբերություն։ Մենք պետք է ոչ թե մարդկանց նայենք, այլ պետք է Աստծուն նայենք։ Ասում եմ, երբ որ դու շանը քարով խփում ես, շունը հարձակվում է քարի վրա։ Մտածում է քարն է մեղավոր, չէ՞։ Բայց չի հասկանում, որ քարը մեղավոր չէ, քարը նետողն է մեղավոր։ Հիմա այդպես էլ մարդը շատ անգամ չարի ազդեցության տակ է լինում, չէ՞։ Մենք էլ երբեմն չարի ազդեցության տակ բաներ ենք անում, որ հետո հասկանում ենք, որ մենք չենք այդ պահին, չարից բռնված ենք։ Այդպես էլ մյուսները մեր հանդեպ էլ կարող են նույնը լինել։ Չարից բռնված մարդիկ պետք է մեծ չարություն անել, հա, մենք մարդկանց ենք հոշոտում, բայց մոռանում ենք, որ շատ անգամ հեղինակը ուրիշ է։ Քարը մեղավոր չէ, քարը նետողն է մեղավոր։ Հա։ Այսպես մենք պետք է նայենք, այսինքն երբ որ դու գիտակցության համակարգի փոփոխություն ես քո մեջ կատարում, մի անգամից ներման համակարգը փոխվում է քո մոտ։ Գնահատում ես, որ քեզ համար ավելի լավ է ներելը, սերը պահելը, քան ողակալությամբ լցվելը, պատժելը ու ատելություն ունենալը։ Ճիշտ ասած, քրիստոնյայի մեջ երկար չի մնում այդ ատելությունը։ Հոգնում ենք ատելությունից։ Աղոթող մարդու մեջ ավելի ճիշտ։ Աղոթող մարդը, հա, մի պահ կարող է բարկանա, այդ բարկության ժամանակ գլուխ ջարդի, փշի, ծրագրի, գնա, էլեկտրոշոկի տա, ինչ ասես կարա մտածի, մտքով իհարկե դա գործի չի հասնում։ Բայց դա մի պահ։ Այդ հենց որ անցնում է ինքը հոգնում է այդ ատելությունից, անցնում է ինքն իր աղոթքին։ Այսպես ավելի լավ է։ Բարկացեք, բայց մի մեղան չի կարեգակը ձեր բարկության վրա մայր չմտնի։ Թողեք, թեթևացեք, հոգնեցուցիչ այդ բարկությունն, ատելությունը, իրապես հոգնեց, ոչ միայն հոգնեցուցիչ, ծանր բեռ։ Դու վերցնում ես քեզ վրա, ծանր բեռ, ասում ես, չէ, ես վրեժ պետք է լուծեմ, եւ դա տանում ես, հա։ Չգիտեմ, լուծում ես, չես լուծում այդ վրեժը, հասնում ես քո նպականներին, չես հասնում ես, հասկանում ես, որ այս չէր իմ ուզածը, չես հասնում, տանջվում ես, ասում ես, վայ, իմ նպատակին չհասա։ Այսինքն ուզես չուզես վրեժ լուծելը հարցի լուծում չի, որտեղ մենք կարճամիտ ենք, մենք իմաստուն չենք, որ կարողանանք վրեժ լուծել եւ դատաստան տեսնել, իսկ Աստված երկայնամիտ է, ինքը գիտի ինչպես անի, երբ անի, ոնց անի։ Եվ մենք պետք է համբերենք, սպասենք Աստծո դատաստանին։ Եվ այն ժամանակ մենք խաղաղենք լրիվ։ Երբ որ Աստծո դատաստանը տեսնենք, խաղաղենք։ Եվ լինելու է անպայման Աստծո դատաստանը։ Ամեն։